Էկոլոգիայի վնասելու ոչ մի օգուտ չունի։ Ջրում ենք, օգտվում ենք, մենք բոլորս այդ տարածքը այդ գյուղի տակից մինչև որտեղից վերցնելու են հողամասներ ունենք։ Այ չի, ասկի վարչապետն է ասма որ ես ասում եմ տրակած գեղեմ, դու ես տրակած գեղեմ նկարում, ստիճկա։ Տաղտաբանությունները ոնց որ կարգն օրենք բոլոր պայմանները անցկացրած է, լիցենզիա, հողի նպատակային նշանակությամբ փոխել է, կադաստրում գրանցված վկայականները, այդ բոլորը օրինական կարգով արվել է։ Ես ասեմ առավելությունները, որ այստեղ մտնում ենք տարածաշրջան, ես որպես տնօրեն, այս բոլորի ներկայությամբ խոստանում եմ, որ պետք է մենք օգտակար լինենք իրար։ Առաջի հերթին նախ համայնքից աշխատակիցներ վերընդրկելով հիմա շինարարության ընթացքում, հետագայում հիմնական աշխատանքի շահագործման ընթացքում եւ միաժամանակ չի բացառվում գյուղում տարբեր նպատակներով օգնելու ընտանիքներ կան, որ կարեկավոր են այդ բային օգտակար լինելու։ Մի խոսքով համայնքի ղեկավարության հետ մենք փոխադարձ պետք է աշխատենք, եթե մի տարածքում պետք է աշխատենք, այդպես պետք է լինի, ճիշտը դա պետք է լինի, որ իրար հասկացած աշխատենք։ Ես դա այս բոլորի ներկայությամբ խոստանում եմ եւ իմ խոստումը կատարող անձնավորում։ Մեզ երկու հատ գես ունենք, մի կաթի ջուր չի գնում։ Ես վերջացնեմ, ես վերջացնեմ։ Ինչ որ սահմանել է, դա օրենքով արված է, այդտեղ ոչ մի անգամ մի տառի սխալ անգամ լինել չի կարող։ Բայց սա թողում ենք այդ օրենքը մի կողմ, մարդկային օրենքը, մարդկային հարաբերությունները այլ հարց։ Մենք պետք է իրար հետ միշտ երեսի տեսնենք։ Բացի մի մնաց հետո օգուտ չունենք ստեղ։ Անչիմա, երկու հատ գեսել կա սարկած։ Մեզ մի կապեկի շահ կա, մեր ժողովրդին, ոչ թե ազգականի։ Գետն ումն է։ Գետը պետական սեփականություն։ Ամեն օր։ Այդ ում համայնքին է այդ գետը։ Ում համայնքի տարածքով։ Համայնքին ասեմ, գետը։ Ում համայնքի տարածքով ակնում գետն ումն է։ Պետությանը մենք օր ենք։ Մենք օր ենք։ Հասարակության պետությունը մենք ենք։ Մեր համայնքի պետությունը մենք ենք։ Հա, մեր համայնքի պետությունը մենք ենք։ Հանգիստ խոսանք, ոչ բանան։ Չէ, դուք արդեն քեսպես Հավոր մարդիկ եկեն այստեղ խոստով են կառուցողներ, որ մենք գիտեսին չեր կանենք, մի գրամ ջուր մենք հենց կանենք 30%-ը գնացեք մինչև Դաղիձորոտը ժանգոտ է 7 կիլոմետր ժանգոտ է հատարած։ Մեր բնապահպան տեսած կլինի։ Ժանգոտ ասա։ Ովա, քեսպես խոստումներ են տվելու գնացել։ Գետը մերն է, իմ տարածքին է, ես պետությանն է, ես պետության մարդն եմ, ես համակի պետությանն եմ։ 9 հատ թոր ունեմ, 9 հատ էլ թոր։ Իմ թորները միննալայն մոտ են, ես թորքակառու մարդ եմ, ստեղ մենակ ապրում եմ։ Են իմ թորներն ամարը իմ գետի խաչեր գալիս են, նրանց ել է իրներ եք ինձանի կտրեմ։ Են նրանց ել եք ինձանի կտրեմ, որ չգան 2 ամիսի մոտ մնան կամ իմ պաշտպանեն կամ մի բանանեն 70 տարեկան մարդ եմ։ Այդ էլ եք կտրում դաները հենիք հայելի, ինչ է կուզում իր ժողովուրդը։ Համայնքին միլիոն ու կես կարանք օգնություն որպես, այդ համայնքը գյուղի հիմա մի բան կանի։ Ձեր տարեկան օգուտը այդ գեսից ինչքան է։ Չէ դա էլ չնչին բան եք անում։ Երկրորդն էլ 5 կիլոմետր ճամփի գրաղով ասպես գալիս է դրում են, ճիշտ է։ 5 կիլոմետրից էլ ստեղից Ձաղիձոր է։ Արտաշահեմյանի 7 տեղից պատրվել է այդ խողովակները ու այդ ճամփեն շարքից հանել։ Ինչ օգուտ ստացել ես գյուղացին, հիմի ավտոները ջարդելով գնում են գալի։ Այդ ջուրը այդ ճամփեն քանդել է։ Ձեր խողովակը պատրվելու է, մեր ճամփեն քանդվելու է։ Ինչ օգուտ անելու է ժողովուրդը։ Նույնը հիմի այս գեսից միջև Ձաղիձոր 7 տեղ պատրվել է։ Ճամփեն քանդել է։ Ինչ օգուտ ունենք մենք։ Դու կոպեկը բուն չի նա պետքը։ Իհարկե պետք չի։ Առաջի հերթին ասենք պետք է։ Իմ երեխը որտեղ պետք է։ Ջուր չի կտրի, ջուր չի կտրի։ Բնապահպանն էլի տեսել է, գես ասա, ջուր կար, նոր այկ է, ճամփով եկել է։ Եթե բողոք
Դուք կարող բողոք գործող հետ։ Դե իրանքը դուք տալիս եք, մեզ ասում եք բողոք եք։ Բնապահպան եք, եկել եք, տեսել եք, էլի գեսա։ Ամեն ինչ տեսնում եմ, եթե բողոք եք, դիմեք կոնկրետ է բողոք աշխատացնում եք։ Հիմա ճամփերների փչացրել ում բողոք։ Ֆինանսական է բերեք թողն, թե 100,000 կտամիսը, 200,000 կտա բերեք եք թողն, դուր քու ջուրը այք։ Նայել եք, այնտեղ հուշարձանախ մյուր կա սարկած, այդ գեսը որտեղ սարկել են դոմիկները դրած, աստեղ բերի։ Սարկած ռեգի պահովա։ Հա, այնտեղ հուշարձանախ մյուր կա դրած, նույնիսկ հուշարձանախ մյուրը ճանապարհն են փակել, կտրել են ճանապարհը փակել են, որ դենը մարդ չեք, տերը չի կա, ում բողոք են, Գազանստանը վերացնել։ Դուք փորձագետ եք, դուք պատավոր եք պատասխանել իրենց հարցերին։ Դուք պետական մարմին եք ներկայացնում։ Ես չգիտեմ ով է։ Կապ չունի, դուք փորձագետ եք եւ դուք պետական մարմին եք ներկայացնում։ Դուք պարտավոր եք վերահսկել իրենց, ինչու՞ չեք կարող։ Վերահսկողը այլ մարմինն է, տեսուչն է, որ պետք է Դա ձեր մարմնի գործունեության սահմաններում է։ Այո, տարբեր մասնագետներ են, տարբեր մարդիկ են եւ ամեն մեկ իր գործի համար է պատասխան։ Ես կոնկրետ նայեմ նոր կառուցող հետի։ Իսկ միշտ կառուցվածքներին տեղակ եք որպես փորձագետ։ Տեղյակ եմ, իհարկե շատ հեկեր եմ նայել, բայց կոնկրետ հիմա ես չեմ կարող այս ժողովրդի հարցը ոտել։ Իսկ գալուց ճանապարհը նկատել եք, գետի վիճակը տեսել եք։ Դե հիմա գետը կարող է սպահի հիմա այդ վիճակը։ Չէ, ոնց կարար ընդենած լիներ ստեղ սենց։ Ես չգիտեմ, ես ուսումնասիրություն չեմ անում, ես նայում եմ։ Դուք աչքով չեք տեսել գալուց։ Տեսա, իհարկե տեսա։ Պետք է հարցաբանել, տեղ ուսումնասիրել, ինչու է այս վիճակը։ Ես չեմ կարող ինձ հիմա բան ձեզ պատասխան տալ։ Գյուղը եթե դեմ լինի ձեր կարծիքը եւ ձեր եզրակացությունը։ Դա դեռ շատ բան չի որոշում, կարծիքը Ոնց չի որոշում։ Համայնքը կարևոր դեր ունի։ Արձանագրություն կկազմեն, դեռ փորձակնությունը ընկերուի նոր է սկսվել։ Սա փուլեր է, որ պետք է կանցնենք, կարծիքներ պետք է հավաքենք, նախագիծը պետք է աշխատի նախագծողի հետ։ Վերջնական գյուղը դեմ լինելու դեպքում գյուղացիների ներկայությամբ հարց եմ տալիս։ Ձեր դիրքորոշումը ինչպիսին է լինելու։ Ես չեմ կարող հիմա որևէ դիրքորոշում տալ, ես պետք է բոլոր փաստաթղթերը հավաքեմ, նոր արդեն նախարարություն կորոշեն, ես չեմ որոշողը։ Երկու տարի աշխատում է հեկը։ Երկու տարում մի անգամ եկել ես տեսել ջրի հոսքը ինչքան է։ Ֆունկցիա չի լավ հասկացի, որ տարբեր մարդիկ են աշխատում այդ ոլորտում։ Ոչ մեկին տեսած չկա, դեր մարդ չկա։ Չկա, դեր մարդ չկա։ Ասես գնա բողոքի, բողոքելու տեղ չունի ժողովուրդը։ Մարդ չունեն, տես բան չկա։ Ում բողոք է։ Ձեր տեղը պատասխան։ Ում պետության որ պետությանը բողոք։ Ամեն մեկի իր տեղն է։ Չկա։ Այդ համայնքի ղեկավարին դասում։ Տեսնում եք ինչ է վիճակը պետության, ում բողոք է։ Ում բողոք է։ Դուք եւ բնապահպանության նախարարության ներկայացուցիչը ասացին, որ մենք պետք է ստեղ եկել ենք ժողովրդի կարծիք լսելու։ Ուրեմն գոյություն ունի արձանագրություն, որ անպայման պետք է կազմի որպես այդ հասարակական լսումների ամեն մի կարծիք, որ բոլորը տեղյակ լինեն, ամեն մի ինչ կարծիք է դարձել։ Ձեզանից ով է կազմում այդ արձանագրությունը, եթե կարելի է։ Լսումը լա կազմակերպենք, հետո նոր տեսնենք ինչ կլինի։ Ուրեմն ես հասարակական լսումների մասնակից եմ։ Ձեզ հարց եմ տալիս։ Մինչև վերջ մի ատամից վերջը մի գնա։ Արձանագրությունը ձեզանից ով է կազմում եւ ինչ պետք է ներկայացնել որպես փաստաթուղթ բնապահպանության նախարարության։ Արձանագրություն չեն կազմում։ Այսօր չէ։ Պես գյուղի բնակիչ։ Դուք ասում եք, որ պետությունը գտնվում է վատ, տնտեսական վատ վիճակում է գտնվում պետությունը, դուք կառուցում եք գես, եկեք կառուցում եւ դա պատկանում է անհատ մարդու։ Եվ այդ գեսում աշխատելու են, կարող է սկզբնական շրջանում կաշխատեն որպես շինարարներ։ Իհարկե մեծամասնություն գյուղի չի լինելու նաեւ, տեսել ենք նախկին երկու այդ հեկերի կառուցման հետևանքով Գյուղի շատ քիչ մարդիկ են այդտեղ ներգրաված լինելու եւ հետագա աշխատանքներում էլ նույնպես տեսնում ենք, որ գյուղից շատ քիչ թվով մարդիկ են աշխատում։ Գյուղացուն դրանից ինչ օգուտ, եթե աշխատում են հենց հիմա կա իքիատակում նման կես կա եւ սարվորին բնակչին, որ ընդհանրապես մի քանի ամսով այդ դիրում տվյալ տարածքում նրան լույս չեն տալիս։ Ինչ իմաստ ունի գյուղացուն, ինչ օգուտ դրանից։ Եթե դուք գալիս եք մեր գետը փչացնում եք, մենք ամառը չենք լողանալու։ Ազդում եք կենթանական աշխարհի վրա, ազդում եք բնության վրա ու դուք ասում եք, որ երկրի տնտեսական վիճակի համար է կամ դու դա
Այդ քո ասածը որ դու ասում ես որ բան, հիմա շինարարությունը սկսվել է տեսնես որ յուղից չկա մարդ աշխատում։ Դա չի որ զավես ձեռնի չի, թեկուզ եւ աշխատում։ Անցած աշխատանքները մենք դա տեսել ենք։ Երբ որ կառուցեցին այս ներքևը արդեն յուղի ներքևի մասի կեսը կառուցեցին։ Եվ տեսնում որ խողովակաշավակը ամբողջ կիլոմետրերով 6 կիլոմետրից ավել տարածք, որ ընդհանրապես ջրազրկվել է, ջուր չի գնում այդ տարածքով։ Բարակ արժումներ ակը ոնց որ դույլերով ջուր է լցնում այդ գետի փոխարեն հսկայական գետի փոխարեն։ Էլ դուք ասում եք ջուրը չի ցամաքել։ Նույն իրավիճակը տեղի ունենա վերևի մասում։ Դուք ինչպես եք ասում որ գետ չի ցամաքել։ Դե հիմա մենք ձեզ հետ պայքարենք որովհետև իրանք էլ ջուրը բաց թողեն։ Մենք ձեզ հետ պայքարենք որ իրանք սանտարական երկիրը բաց թողեն։ Ձեզ թվում է մենք այ երկրից ենք, մենք էլ ենք այս երկրի քաղաքացի։ Մենք կարող է մենք չենք ուզում բնությունը պահպանվի, կարող է մենք այս երկրի ճշտամիտ։ Բնությունը ուզում է պահպանվին, տեսել ենք որ իքիաթ։ Դե դրա համար միասին պայքարենք նայենք որ իր սանտարական երկիրը բաց թողեն։ Մեզ դա չպետք, մեզ պետք է որ մեր գետը մնա այնպես ինչպես որ եղել է։ Թեկուզ մենք գնանք այնտեղ հաց ուտենք, աղտոտենք, թափենք, դա մեզ ձեռնտու է, բայց եղնի այդ գետը։ Ձեր գետը էլի մնալու է, ձեր գետը էլի ջրելա օծելու է։ Ձեր այդ գետը աշխատելու է միայն վարարված ամիսներին, որ այդքան շատ մեծ քանակի ջրերը, դա չէ խանգարում է։ Իսկ ընդհանրապես գետը իր մինիմալ երկերով միշտ հոսելու է։ Ոչ մի անգամ ես չեմ պատմությանից որ գետը մեզ խանգարել է։ Ես ուզում եմ աշակերտների եւ ամբողջ դպրոցի աշակերտության կողմից ասեմ, որ մենք բոլորս դեմ ենք եւ պետք լինի բոլորս եք ստուգենք բոլոր պետական փաստաթղթերի տակ եւ ասենք կհայտնենք մեր կարծիքը, մենք դեմ ենք այդ ամենին։ Ձեր հետ լիքը մարդ կա կանգնել։ Ես լրիվ կանգնում եմ։ Որ այդ ձեր ասած աղջիկ ջան լողանալներ, բաներ, ես էլ ունեմ երեխաներ, ես էլ ունեմ տորներ, ես չեմ ուզում որ դենց էլի։ Ես էլի եմ ասում, այս տարիքից ես 60 տարեկան մարդ եմ, ես այս բոլորի ներկայությամբ խոստանում եմ, այդ ամառվա ամիսներին պետք է 3 ամիսներ լրիվ կանգնեմ, ավելի լավ, ռեմոնտներ անեմ, բան անեմ։ Հետո երբ որ պետք չի որ ասենք բանալ, այդ սանիտարական հոսքը, պաշտպանեմ 100 լիտրա, 200 լիտրա իշխանա, մնացած ժամանակ ավելի ջուրը վերցնեմ։ Ահա, փաստացի մենք տեսնում ենք, մենք կառուցված գեսը տեսնում ենք, որ այնտեղ ամեն ինչ փաստաթղթային ձևով նորմալ գնում է, որ իբր թե այդ ջրի 30%-ը պետք է հոսի, այնտեղ ոչ միայն 30, 0.3%-ն էլ չկա։ Հիմա ես դրա համար բոլորի ներկայությամբ հերավոր հերում ու ստորագրում հաստատում ենք, որ այդ բանը չլինելու դեպքում այն ժամանակ արեք ես կայնացրեք բավշացեք չաչքա։ Էլ դրանից ավել բան չեմ կարող խոստանալ դե ժողով։ Համայնքով գան կանգնած։ Ասել եք ուրիշ բանը, բայց ես չեմ պատկերացնում նման իրավիճակ, երբ որ այդ գետը այդ ձեր ասած ջրի արկայության դեպքը դուք ասում եք 30%-ը ոնց որ նրանք են ասում, բայց ես փաստացի տեսել եմ որ ջուրը չկա, գոյություն չունի։ Այս լճից ներքև դուք եթե միասին գնանք, հա, հետ գնալիս գնանք, տեսել եմ։ Կա ջուր։ Հիմա տեսեք, էլի եմ ասում։ Ավելացրել են այսօր, մի քիչ ավելացել է։ Չէ, ես եկա գլխի ջուր չէր թափում, բայց դա ես ասում եմ, այս կառույցը Իզուր տեղը բերեք ջուր չծեծենք։ Ունեք միջոցը։ Գնում եք, մի հատ արտադրություն դրեք, մարդիկ կզբաղվեն։ Էկոտուրիզմ զարգացրեք։ Ուրիշ ծրագիր մտածեք։ Դա արեք, ողջունում եք, իմ սեփական հողը կտրամադրեմ անվճար։ Խնդրեմ, համեցեք։ Չգիտեմ, դուք ինչ արտադրություն։ մի ինչ որ ձեր բիզնեսի զարգացեք։ Գյուղատնտեսություն զարգացեք, անասնապահություն զարգացեք։ Այ աղջիկան, հիմա նայ։ սուտ խոստումներ ներկայ մարդկանց։ Լավ է, ինչ ես ինձ վիրավորում, սուտ խոստումներ կամ ասում, չես հավատում, մի հավատա, ես ու ասում, բան չեմ քեզ ստիպելու որ հավատաս կամ չհավատաս։ Փոքր հեկերի զարգացման կառավարական որոշում կա։ Դա ստիպել է, չգիտեմ, համաշխարհային տերությունները, մեծ տերությունները, դա ստիպել է Եվրո միությունը, ատոմակայանի սենտիրն է, ինչ ունենք, համենայն դեպս։ Մեր մոտ Հայաստանում հիշում ենք մութ տարիները ինչպիսի վիճակ էր։ Եթե ասենք ես նման հեկեր հիմա 100 հատ հեկեր աշխատում է, ես կարծում եմ որ այդ վիճակին չէինք հասնի։ Հետո էներգետիկ անկախությունը այս երկրի համար, հատկապես մեր տարածաշրջանի նման երկրի համար էներգետիկ անկախությունը շատ կարևոր հարց է։ Այսօր չենք ասում որ մենք բնությանը վնաս տանք, դրան դեմ եմ, ես էլ եմ դեմ, բայց էներգետիկ անկախություն ունենալը որ մարդը կարա իմանա որ այսօր 1 կիլովատ էլեկտրոէներգիա իր սեփական ուժերով իր տարածքում ունի, ոչ նավթա վառում, ոչ բենզինա վառում, ոչ չգիտես այդ կարևոր բան է, որ այսօր մեր երկրին պետք է։ Հիմա դրա համար երկիրը կառավարությունը որոշում է կայացել փոքր հեկերի զարգացման ծրագիր ընդունել։ Այդ ծրագրերից մեկն էլ սա է, մեկն էլ դա քո ասած աշտարակի ձորն է, ամբողջ հանրապետությունում են նման հեկեր, 120 հատ զարգվել է։
Չէ, այդպեսի սահմանափակում կավաճան չկա, որ մի գետի վրա 3 երկա, բայց կա սամբան, օրենք, որ դու պետք է սանիտարական։ Ուրեմն պաշտոնական տվյալներ եմ ասում, երեք մեկ օրը ուրեմն հեռուստատեսությամբ նմանատիպ հարցեր քննարկում ու բերվում է պաշտոնական տվյալը, որ ընդամենը 6.4%-ն այդ ձեր ասած մանր հեկերը ամբողջ Հայաստանի էներգետիկայի 6.4%-ն է տալի։ Հիմա, բայց որ զարգանա Մինչև 40%-ը բայց որովհետև այս կներեք, այս կառավարության որոշմամբ դուք խոսում եք սխալ եւ մոլորության մեջ եք գցում ժողովրդի։ Փոքր հեկերի զարգացման սխեման, ես ձեզ ասում եմ պաշտոնական տվյալներ, բացեք Մինէներգիայում կայքը եւ այնտեղ դա գրված է։ Պետք է ապահովի, երբ որ ամբողջ այդ գործընթացը վերջանա, պետք է ապահովի մինչև 10% ամբողջ մեր արտադրական էլեկտրոէներգիա արտադրությունը, մինչև 10%, սա է իրականությունը։ Իսկ հիմա մենք արդեն այն պարագայում, որ արդեն 6.4, ինչպես դուք նշեցիք, տոկոսը արդեն արտադրվում է, մենք ունենք արդեն էլեկտրոէներգիայի վերաարտադրում եւ վաճառում ենք էլեկտրոէներգիա իմիջիայլոց հարևան երկրների ավելի ցածր գներով, քան ստայս։ Բայց գիտեք, ավելի ցածր գներով։ Ոնց է մազոտն ավարվում կամ գազը կամ էլ ինչ-որ ատոմակայանի նյութում կա բերվում, չէ, դրա համար մեծ գումարներ է ծախսվում, չէ։ Իսկ այն որ ատոմակայանի մասին մենք ունենք հատուկ օրենք, որ ընդունվել է ազգային ժողով, որ ատոմակայանը երկրորդ ուրեմն բլոկը պետք է կառուցվի։ Սա օրենքի բանով, որը շատ ավելի բարձր է, քան թե կառավարության որոշումը։ Ովքեր են դրա շահառուները վերջապես, եթե իմ համայնքը, իմ գետը չպետք է լինի, որ իմ համայնքը օգտվի, շահառունով աստ է։ Կասեք, ես շահառուները ովքեր են։ Ազդակիր եք, են շահառու չեք, ազդակիր համայնք եք եւ դուք որոշիչ համայնք եք, դուք ձեր խոսքը ինչ ասում եք, դա պետք է որոշիչ լինի։ Բարեկեցիկ դառնա, օգնենք իրար, ինչ որ հարցեր ունի, ես օգտակար լինեմ։ Դու համբեք խոսում այ բարամ, որ տարիք է զարգի։ Ես խոսում եմ, որ դատում ես։ Ձեր հողահատկացում, բանը, տվելն ու հողաթույլտությունն ու Պատասխանատու 7 տարի առաջ, էլ շուտ։ Բայց վերև տեղ չունի։ Դարբինյանը այնտեղ տեղ չունի։ Երկուսը։ Դարբինյանը ստեղ ունի, բայց այստեղ էլ չունի Դարբինյանը կարծեմ այդ։ Չէ, ունի։ Այդ հողահատկացումը ես կարող եմ բան բոլոր իշխանավորների ձեռքն է, ով կա։ Մենք իշխանավոր չենք, աղջիկ ջան։ Ես ասում եմ, նույն Դարբինյանը իր վանաձոր թողել է եկել է մարդ ստացքում ես ա կառուցում Հարստանում այդ միջոցներով, գյուղացում միջոցներով։ Դուք ասում եք օրինակ Ես կտարիքին թորում եմ։ Հիմա նույն ձևով մեր ժողովուրդը որ էլի ամեն ինչին դեմ գնա ու կանգնի, դրա համար աղքատ ենք մնում, բանես։ Միտեղ գործարան են դեմ գնում, միտեղ դեղուդի են դեմ գնում, միտեղ ջրին են դեմ գնում, բայց օրենքով սահմանված հոսքեր կա, բաներ կա, պետք է պաշտպանվի, որը եւ կրկին անգամ խոստանում եմ։ Էլ չեմ խոսակցում։ Ես հատում եմ սահմանափակել, դե իրանք շատ դուր է գալիս, այս կողմը նկարում, հայնում, նկարի լավ է անում։ Ժողովրդի համայնքի կարծիքը ինչու են հրեցնում։ Ճիշտ ասած հիմա Օրենքը միան ոչ մեկը տեղյակ չի, սրանից 15 օր առաջ նոր իմացել են որ սենց կանում։ Էսա, ասում եմ 6-7 տարի առաջ այս ծրագիր թղթերը 7 Խունահագիցը պատրաստել է։ Ես չեմ ասում առանց ծախսյա խունահագիցը պատրաստել է։ Միան 15 օր առաջ համայնքն իմացել որ արդեն սենց բան կա։ Որոբե ջան, սա 7-8 տարի առաջ տեխնիկո-տնտեսական հիմնավորում է եղել, որը կապված է այն գեսը եւ այս տարածքը իրար հետ եղել են դրա ստաբանությունները իրար հետո մոտավորապես գիտենք Դարբինյանը արել է տարածքը, Դարբինյանից է սարել։ Դե որ Դարբինյանից է սարել։ Միան 15 օր առաջ է։ 15 օր առաջ։ Բայց դու լսել էի որ դա բանը շուտ է եղել էլի ասենք դա Ներ կարող եմ մի հոտ ալստել, որ այդ բաները ժողովուրդը չի թողել բանք հետ վրա ծախել այ ինչ գործն է։ Երկարքամեժան ծախում են ուժ երկրներն, թող չծախեն։ Հիմիկվա Հայաստանի քաղաքականությունը նենց է, որ ոչ մեկ ժողովրդի մա ոչ մեկ չի անում լավ։ Ու հիմա որ է ժողովուրդը ձեզ չեմ ստանում, ոչ մեկ զարմանա։ Ճիշտ է, մենք դեմ ենք։ Լավ, կլոք կալմատեր Դա յուրաքանչյուր կանչն է, ով է կազմակերպել։
Դա մեր կացի։ Ես ինքս 5 տարի գետ չեմ իջե, բայց ես երեխեն ամեն օր այջնում։ Չի գնալ, չի կառուցվել։ Thank you.